Շիրակն է սկսում խաղը դաշտի կենտրոնից Ջեսե Ակիլան, այս ֆուտբոլիստը Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղաց նաև Արարատ Արմենիայում արված է կատարում մոտակա անկյունը։ Բենիկ Հովհաննիսյան կրկին նետո շարունակվում է Վանի գրոհը նետո կենտրոն տեղափոխեց, արվածում է Թաթոսյանը, շեղ է Այք Թաթոսյանի արվածը, լավ գրոհ էր։ Թաթոսյան, Այք Թաթոսյան, վտանգավոր էր։ Ալեքսանդրո։ Անուկյան, Ալեքսանդրո Գոմես, Բենիկ Հովհաննիսյան, արվածում է Հովհաննիսյանը և կին տեղում է Լյովա Կարապետյանը։ Իրքը լավ ընտրեց Լևոն Դարփինյանը, Սերգեյ Մանուկյան, Կոդյա, Դոնալդ Կոդյա չկար խախտում, Կոդյա, շարունակվում է գրոհը, Կոդյա, ինչ գրոհ է, ինչ շարունակություն և Բենիկ Հովհաննիսյանը հեռացնում է գնդակը։ Իրքերով փոխվել, այ հիմա հենց Մաուրոն Նետոն է աչի եզրում գնդակով ու առաջ է շարժվում, Ալեքսանդրո հեռացված է գնդակը անկյունային, Պետր Մադուկային։ Բենիկ Հովհաննիսյան, անդրադարձ ու Լյովա Կարապետյանը երկրորդ փորձից։ Թաթոսյան թողնում է գնդակը Կարապետյանին, Նարիս Կարապետյան, ցածրից փոխանցում Դեսիրեի ուղղությամբ, պաշտպանները կրկին լավ են արձագանքում։ Կենտրոն, Կոդյա, կա փոխանցում, Մանուկյան կենտրոնով է արվածում և Դանիլա Բոկով։ Այև հարվածներ, Մադուկա արված է կատարում։ Սա պաշտպանը բարձր էր նաև այստեղ էլ Ալեքսանդրոն ընդունում է գնդակը, փոխանցում կենտրոն, արվածում է Պետր Մադուկան 1-0, 71-րդ րոպե։ Շատ լավ հարված էր։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստի կողմից Վանը առաջ է անցնում հաշվի մեջ։ Այնտեղ անդրադարձ եղավ Շիրակի ֆուտբոլիստից, որը փորձում էր հեռացնել գնդակը, բայց կատարյալ դիրքում հայտնվեց Մադուկայի համար, Մադուկայի տեսադաշտում ու գերացի խաղացողը շատ լավ հարված է կատարում։ Տապանդովի դերում է հայտնվում ներկայացնող թիմը։ Արդեն Վանին հաղթելու համար երկու գնդակ է անհրաժեշտ, ինչը ավելի բարդ գործ է հաշվի առնելով նաև ինչքան է մնում հանդիպման ավարտին և Շիրակը կրկին կարող է չհաղթել։ Բարձրից փոխանցում, արված էլ տեսանք ու ևս մեկը բարձր է ստացվում։ Սուլում է Հովհաննես Քալանթարյանը, ավարտված է հանդիպումը Վան-Շիրակ 1-0, շնորհավորում եմ Վանի երկրպագուներին հաղթանակի կապակցությամբ խաղի ընթացքին էլ ձեզ օգնեց հետևել Սուրեն Մելիքի Մելիքսեթյանը, կհանդիպենք։